Սիրելիներս, այստեղ եղած նյութերի ձեր արձագանքից ես սարսափահար եմ տեսնելով, թե ինչպես հազարավոր մարդկանց սրտեր վիրավորված են այս նվիրաբերությունից եւ իհարկե դրա գլխից այդ փաթած ձկան գլուխը, այդ աղանդավորը, այդ հերձվածողը եւ այդ քրեական հանցագործը Կտրիչ Ներսեսյան KGB-ի նախկին ստուկաչ 100%-ով եմ ես ասում եւ հիմա էլ փաստորեն սերիալ մարդասպան, բայց մենք այստեղ ենք սիրելիներս ոչ թե էմոցիաներով, քահանաների հարցում, եկեղեցու հարցում մենք չենք կարող էմոցիաներով շարժվել, մենք պետք է գնանք եկեղեցու օրենքով, որը գալիս է Աստծուց, դրանք են եկեղեցու կանոնները։ Հիմա ինչքան ես հասկացա, այս բանդիտը Կտրիչ Ներսեսյանը անցել է բոլոր սահմանները, պարզապես չկա այնտեղ մի խորհուրդ, որը բերի ներկայացնի այդ հանցագործությունները, որոնք ոչնչացնում են, որոնք դեմ են Աստծո կանոններին, Աստծո օրենքներին։ Ասեմ ձեզ իմ անձնական տպավորությունը այս մարդուց միշտ եղել է սարսափելի։ Ես երբեք չէի սպասում այս դավաճանությանը, որ ինչպես այդ եպիսկոպոս տիրանն է ներկայացնում, որ իրեն ենթարկվել են պետական ճնշմանը եւ ընտրել են այս մարդուն, իրենք էլ մեղավոր են ուրեմն այսօրվա մեր եկեղեցու խավարման մեջ եւ պետք է պատժվեն Աստծուց, որովհետեւ ոչ մեկը չի կարող մարդուն ստիպել անելու այն, ինչ որ Աստծո դեմ է։ Հիմա նորից իմ անձնական տպավորությունները այս մարդուց ես շատ լավ գիտեի, նրա ամեն մի քայլը 90-ական թվականներին, ինչպես գիտեք, ես շատ ակտիվորեն ուրեմն նաև մասնակցում էի բոլոր քաղաքական եւ հասարակական կյանքի երևույթներին, աշխատում եմ հայկական հեռուստատեսությունում եւ ահա ես հիշում եմ, երբ որ հարցը դրվեց Արցախի անկախության, ես այնտեղ չասեմ, թե ես ինչ վերաբերմունք ունեի դրան, ես արդեն գիտեի, որ դա KGB-ի գործունեություն է, բայց ահա այս հազարավոր, ոչ թե հազարավոր, ես ասեմ միլիոնավոր մարդկանց ցույցը, միլիոնավոր մարդկանց բառից բնի հաստով գալիս էին ամբողջ շրջաններից անգամ Երևանի այս հրապարակ օպերային եւ այ իրենք կազմեցին մի մարդկանց դելեգացիա եւ ուղարկեցին այդ դելեգացիան Սուրբ Էջմիածին, այն ժամանակ Վազգեն առաջինն էր կաթողիկոսը եւ նրան խնդրում էին, որ գա եւ առաջնորդի ժողովրդին, ինչպես դա միշտ եղել է, քահանան է ասում իր հայրական խոսքը, սա ոչ մի կապ չունի, պետություն են իրենք ներկայացնում, թե ինչ են հոգևորությունը եկեղեցին ապահովում է, եկեղեցին ազգի հայրն է, վեհափառը ազգի հայրն է եւ նա է ուղղորդում ամեն ինչը ճիշտը հաստատելով, սխալ ուղղելով։ Եվ ահա ես այնտեղ էի մարդկանց հետ, որ այս բանը պլանավորվում էր, ամենը չեմ ուզում ովքեր էին դրանք, վստահելի մարդիկ էին, որոնք իրենց կյանք պատրաստ էին դնելու հայկական հարցի լուծմանը, եւ այս պատվիրակությունը գնաց Էջմիածին, Վազգեն առաջինի փոխարեն դուրս եկավ այն ժամանակ Արարատյան թեմի առաջնորդ այս սրբազան կոչվող Գարեգինը, Կտրիչ Ներսեսյանը, եւ ասաց հետեւյալը. վկա է Աստված, ճշմարտություն եմ խոսում, մի քանի հազար թափթփուկների առաջ կաթողիկոսը պիտի չխոսի։ Հասարակական այս մարդու հասարակական ելույթները կանխելը բացարձակապես արդար է, որովհետև նա հայոց ազգին թեկուզ մոլորված այն ժամանակ անվանում էր մի քանի հազար թափթփուկներ, բա հիմա ինչպես է ելույթ ունենում այդ մի քանի հազար թափթփուկների առաջ ուշացած քո ելույթներով ծրագրված նորից եմ ասում, հարցը դա չի, անձնավորապես այս մարդը գարշելի սողուն է, բոլորս դա գիտենք, սակայն նրա հեռացումը, այսինքն մայր տաճարի եւ ամբողջ մեր եկեղեցու նվիրապետության
նվիրաբերությունը ազատելու այս մարդու ստրկությունից, այս մարդու բանդիտիզմից եւ հանցագործություններից պետք է արվի ըստ եկեղեցու կանոնների սիրելիներս ըստ կանոնի դուք չեք կարող արշավել եւ գրավել Սուրբ Էջմիածինը դուք անիծվելու եք խնդրում եմ ճիշտ հասկացեք նորից ըստ եկեղեցական կանոնների պետք է այս մարդը անպայման հեռացվի եւ ես ուսումնասիրել եմ այդ բոլորը մենք ունենք այստեղ մեծ խնդրեմ նաև խոսք վերաբերում դեզերական եկեղեցուն եւ այս պապին, որը արդեն օրհնում է գեյերի ամուսնությունը, հոմոսեքսուալիստների եւ մենք ունենք կանոն, որը այն հոգեվորականը, ով օրհնում է պոռնոգությունը եւ շնացումը, հոմոսեքսուալիզմի մասին այն ժամանակ անգամ խոսք չկար, նրանց վառում էին խարույկի վրա այսպիսի ուրեմն հոգեվորականները ովքեր օրհնում են պոռնոգության մեջ գտնվող մարդկանց շնության մեջ գտնվող մարդկանց փոխանակ դնելու նրանց վրա աշխարհանք այսպիսի հոգեվորականը էքսկոմունիկատված է հեռացված է եկեղեցուց այնպես որ Պապը ինքը այսօր հեռացված է եկեղեցուց այդ մասին հո ես չեմ ասում սրանից կան այնտեղ հստակ աստվածաբաններ Father Jenkins կա այնտեղ Father այդ սրբազան Sanborn SSPX սրանք մեծագույն աստվածաբաններ են եւ հիմա Վատիկան երկրորդի այս նորամուծությունները մոդեռնիզմը դեռ որոշ չափով որոշ եկեղեցիներում կար այս շնորհքը այսինքն թե մոդեռն եւ ավանդապա այս ճյուղերը քննարկում էին արդեն 50 տարի է բայց հիմա արդեն վերջը եկավ որովհետեւ այս Բերգոլո կոչվող պապա ստիպում է բոլոր քահանաներին եպիսկոպոսներին ամուսնացնելու գեյերին իսկ գեյերը ովքեր են նրանք ձեռք են բերել քաղաքացիական ամուսնության իրավունք մի նպատակով որպեսզի կարողանան որդեգրել երեխաներին եւ ապա նրանց ընտանիքներում փակ ուրեմն դռների հետ են կատարում երեխաների բռնաբարություն իրենք պետոֆիլներ են եւ փաստորեն այս Բերգոլոն ստիպում է քահանաներին եպիսկոպոսներին օրհնել նաեւ դա ինսենսը նաեւ ինսենտ այմեն այդ անգամ քույր եղբոր միություն ամեն տեսակի այլասերությունը փաստորեն որը ipso facto եկեղեցական հոգեվորականին զրկում է կարգից եւ հիմա ամբողջ կաթոլիկ եկեղեցու այս դեզերական եկեղեցու բոլոր ասպարեզներում բոլոր քահանաների եպիսկոպոսները մեծ այս պանիկայի մեջ են ինչպես լուծեն այս հարցը թողնենք դա ասում ես բերեցի օրինակը այն որը եկեղեցականները պետք է շարժեն ըստ օրենքի Ես նախ ասեմ, ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում, ես արդեն ներկայացրել եմ այստեղ այս դիվահարված նախկիններին եւ ավելի դիվահարված մոդեռնիստ ներկաներին, հավասարապես զսպում են բոլորից որպես անձ եւ հավասարապես գտնում են, որ ժողովրդին նրանք հիմարացրին բոլոր դեպքերում այն ժամանակ կաշառքով էին նստում, այս ժամանակ էլ այս Փաշինյանի օրոք խափրություններով եւ նորից կաշառքներով անznապես խոստանում էր բոլորի հարցերը անznապես լուծին եւ այլն չեմ ուզում անգամ գնալ խելագարների փաստորեն նոպա էր սա բայց ես հասարակության մեջ խոսելիս ես չեմ կարող ասել գրոհեք Էջմիածինը այդպես չէ որտեղ կան այնտեղ կանոններ կա օրենքներ թե ինչպես հեռացնել ուրեմն այն հոգեվորականին, որը դրժել է իր ուխտը, սա պետք է դեռապացուցել, Գարեգին ուներ կանայք եւ երեխաներ, ես այդ մասին հաստատ գիտեմ, եւ նա համարյա դա չէր թաքցնում 90-ական թվականներին այո, Բաքվից կարծեմ փախած ինչ-որ մեկին իր սիրոհին էր եւ իր օֆիսում էր աշխատում։ Նորից, բամբասանքների մակարդակ է սա պետք է ուսումնասիրվի։ Սա քրեական հանցագործություն է, որովհետեւ այս մարդը կուսակրոն ամուսնացած Քրիստոսի հետ եւ եթե նա երեխաներ ունի, ես ձեզ խորհուրդ եմ տալիս սիրելի երեխաներ, դուք ծնվել եք դևից, ձեր DNA-ը դիվական է հիմա, որովհետեւ դուք
ազատվեք այս անեծքից, դուք պետք է ուրանաք ձեր ծնողին, ֆիզիոլոգիական ծնողն է, նորից դուք պետք է ուրանաք այդ մարդուն, թե չէ գնալու եք դժոխք, սա էլ է կանոն, որովհետև դուք հաղացել եք պոռնկությունից, շնությունից, այս մարդը արդեն ուխտ ուներ Աստծո հետ, ուրեմն քննարկումը DNA-ով ապացույցները, որ այս մարդը շնացող է, առաջին հերթին պետք է դա անել, երկրորդ հերթին եպիսկոպոսին, նա ընդամենը ես ձեզ ասեմ, որ այս վեհապար կոչված ընդամենը եպիսկոպոս է, եպիսկոպոսի հեռացնելու պրոցեդուրա կա, կանոնական, եւ այն պետք է անեն եկեղեցի ներսում, եկեղեցու ներսում պետք է քննարկվի դա, եպիսկոպոսները եւ քահանաները, եւ ես բերել եմ այստեղ հիմնական պատճառը, որի պատճառով նա կարգալույծ է, դա սիմոնական մեղքն է, բոլոր ուրեմն մեր սրբերը կանոնները ասում են, սկսած Սուրբ Պետրոսից գործքի մեջ, որ սիմոնական մեղքով բոլոր հոգևորականներ կարգալույծ են, եւ ահա, ես բերեցի այստեղ արքեպիսկոպոս Սրբազան Տիրանի խոսքը, ես չեմ արդարացնում, որ իրենք զիջել են, նորից եմ ասում, ինքը դրանով մեղավոր է, բայց ահա նրանք ստիպողականությամբ նրանք ընտրել են այս մարդուն եւ նա դրված է եղել Վազգեն Սարգսյանի, այսինքն այս Ղարաբաղյան կլանի կողմից։ Նորից ես դրա մեջ չեմ խորանալու, այնտեղ կան քրեական ուրեմն հանցագործություններ, ինչից մահացավ օրինակ Գանձարանի դիրեկտոր արքեպիսկոպոս Բահե Ներսես Պոզապալյան ներություն ծեզելով սպանեցին իրեն, ինչից մահացավ իբր թե ավտովթարից եւ ես հասկացա, որ Տեր Գյուրեղը սպանվել է, որովհետեւ կար այն ժամանակ ես հետևում էի շունչը սպահած երկու տեղեկություն, Էջմիածնի տեղեկությունը 10 օր առաջ արդեն ասել էր, որ Տեր Գյուրեղը մահացել է վթարից։ Խնդրում եմ, ես նորից հասարակության առաջ ես խոսում եմ բացարձակ ճշմարտություն, միջև որ այս ինչպես էր դրա ազգանունը Շամշյան թե ինչ, պետական ուրեմն կառույցները հայտարարեցին այդ վթարի եւ Տեր Գյուրեղի մահվան մասին, դրանից առաջ 10 օր Էջմիածին արդեն հայտարարել է Տեր Գյուրեղի մահը։ Ես հասկանում եմ, որ այնտեղ կա վճարովի բանդա Գարեգինի կողմից, որ կազմակերպում է սպանություններ, եթե իրեն չեն լսում, եւ դա փողի հարց է, եւ դա իշխանության հարց է երևի թե, որը կազմակերպում է ծեծ եւ որը կազմակերպում է ահաբեկում։ Եվ երբ որ ես ասում եմ, ահա եպիսկոպոսներ եւ քահանաները պետք է լսեն նրա հարցը, այստեղ խելացի մարդիկ ինձ ասացին, որ նրանք վախենում են, նրանք դա չեն կարող անել, ով էլ որ կա, բայց մնացած իր նշանակած մարդիկ են։ Այսինքն թե անհույս է, որ եպիսկոպոսները դա իրականացնեն։ Կա եւ ուրիշ կանոն, եթե քրեական հանցագործության, պոռնկության եւ քրեական հանցագործների դեպքում կաթողիկոսին եւ անգամ պապին զինված ուժերը կարող են բռնի հեռացնել նստավայրից։ Նորից ժողովուրդ այստեղ կապ չունի, ձեզ խնդրում եմ, սա ասել եմ արդեն Բաստիլի գրավումը չի ձեզ համար, սա Աստծո առաջ շատ լուրջ հարց է։ Պետք է կազմել խորհուրդ, ներկայացնել այս մարդու քրեական հանցագործություններ եւ պոռնկությունները DNA-ով հաստատված եւ նրան ձերբակալել։ Սա է լուծումը։ Եվ գիտեք ինչ, այս խոսացող ճտպտացող այս իրեն ես չգիտեմ ինչ աղանդ է ներկայացնում իրեն այս իմ քայլականները դրանք ավելի լուրջ հանցագործներ երբևէ եղել են որպես ժողովրդի եւ պետական առաջնորդներ։ Սա կապ չունի դրա հետ ի վերջո։ Ես գիտեմ, որ կան հայկական խեղճ չմահացավ, հայկական մոր արգանդը չի չորացել։ Ես գիտեմ, որ արդար մարդիկ մնում է, որ անեք այն ինչպես ես եմ ասում, քրեական գործ կազմել Գարեգին երկրորդի վրա եւ նրան ձերբակալել։ Սա է միակ լուծումը եւ դա կանոնով հնարավոր է։ Նորից դա է միակ լուծումը, որպեսզի քրեական հանցագործությունները ապացուցվի, նաեւ պոռնկությունը ապացուցվի, որովհետեւ ըստ կանոնի կաթողիկ եպիսկոպոսը ուխտյալ եպիսկոպոս իրավունք ունի երեխաներ ցրելու։ Եվ ահա իսկ այս երեխաների փրկության համար անհրաժեշտ է որ նրանք ուրանան իրենց այս բիոլոգիական հրեշին, որը կոչվում է հայր, նա հայր չէ։
Եվ ահա սիրելիները, սա է միակ լուծումը, որ կազմեք աշխարհային եւ հոգեվոր խորհուրդ բերելու այս քրեական հանցագործությունները եւ պորնակական փաստորեն բարոյական կոդի խախտումը եւ այս մարդուն ձերբակալել։ Սա է միակ լուծումը։